Հայաստանի հավաքականը Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ երկու հանդիպում անցկացրեց, եւ եթե առաջինում արդյունքը սպասելի էր ու տխրեցնող մեզ համար, ապա երկրորդում հավաքականը հաղթանակ տարավ, տպավորիչ եւ հասուն խաղ ցույց տվեց ու բոլորիս ահագին ուրախացրեց։ Այսօր ահա թե ինչ ենք անելու։ Մանրամասն կխոսենք վերջին երկու հանդիպումներից, դրանց նախորդող եւ դրանց հաջորդող բոլոր կարևոր իրադարձություններից։ Կփորձենք հասկանալ, թե այս կարճ ժամանակահատվածում Եղիշե Մելիքյանը հավաքականի խաղին ինչ նոտաներ ավելացրեց, մարտավարական ինչ նորամուծություններ տեսանք, որ ասպեկտներում հավաքականը մրցակցին գերազանցեց եւ որ գործոններում թերացավ։ Որոշակի շեշտադրումներ կանենք նաեւ հավաքականի ներկայիս հոգեբանական վիճակից, Եղիշե Մելիքյանի շնորհիվ կյանք ստացած այն նոր մոտեցումներից, որով Հայաստանի ազգային հավաքականը վերջին երկու խաղերում առաջնորդվեց, որը ոչ միայն Իռլանդիայի դեմ հաղթանակի գլխավոր գրավականներից դարձավ, այլ նաեւ ունի բոլոր հեռանկարները հետագայում էվոլյուցիա ապրելով հանդիսանա կարևորագույն զենքերից, որը մեր տեսակը կձևավորի եւ որի կիրառումը հավելյալ առավելության կվերածվի մեզ համար այս կամ այն մրցակցից միավորներ փախցնելու ու մեր տեղը արևի տակ գտնելու գործընթացում։ Անելիքները շատ են այսօր։ Դնենք նախաբանի ավարտը, շարժվենք առաջ Հայաստանի ազգային հավաքականի մասին պատմող նոր տեսանյութի հետքերով։ «2025 թվական օգոստոսի 6 պաշտոնապես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշանակվում։ Այդ պահին ընդամենը վերջերս Երևանի Փյունիկից հեռացած հայ ամենախարիզմատիկ մասնագետներից Եղիշե Մելիքյանը։ Այս նորությունը կայծակու ամպրոպ էր խաղաղ երկնքում, չնայած որ այդ երկինքը խաղաղ չէր։ Նա խաղաղ էր երևում միայն արտաքնից, իսկ ներսում այն ցավն էր թաքնված, որը հայկական ֆուտբոլին հասցրել էր հոգեվարքի այն աստիճանի, որ այդ հայկական ֆուտբոլը կյանքի նշաններ ցույց չէր տալիս։ Անկախացումից հետո հայկական ֆուտբոլ կոչվածը իր երբևէ ամենածանր, ամենամութ եւ ամենատխուր ժամանակներն էր ապրում։ Ֆեդերացիայի ղեկավարների անհեռանկար եւ անհասկանալի որոշումներ, մեկը մյուսի ետևից խոշոր հաշվով, ջախջախիչ պարտություններ, 31 խաղանոթ փաստողնված գոլերով հանդիպումներ, հավաքականից արտաքսված խաղացողներ, հաղթանակի համը մոռացած երկրպագուներ, ովքեր վերջին ժամանակներում տեսել էին նույնիսկ գաճաճ երկրներից կրած դառը պարտություններ եւ իրոք ամոթ առաջացնող արդյունքներ, երկրպագուներ ուժեղ ճնշման տակ գտնվող, որոնց կարծիքը անտեսվում էր։ Մրցակից թիմի երկրպագուները ավելի էին կարևորվում նրանցից, իսկ շատերը ուղղակի ձերբակալվում էին ու ոստիկանության բաժիններ տեղափոխվում։ Մարզիչներ, ովքեր փոխվում էին ձեռնոցի պես, շատ հաճախ անտրամաբանական նշանակված եւ ավելի անտրամաբանական աշխատանքից հեռացված, հավատը սեփական ուժերի նկատմամբ կորցրած ֆուտբոլիստներ, իրարից անտեղյակ պառակտված կոլեկտիվ, տխուր աչքեր, հիասթափված հայացքներ, կոտրված հոգեբանություններ, ոչինչ չասող դեմքի արտահայտություններ։ Եվ ահա այս գորշ ու անհույս ժամանակներում, ներեցեք արտահայտությանս համար այս բարդակի մեջ, հավաքականի գլխավոր մարշչի ղեկն է ստանձնում մի մասնագետ, ում նշանակումը այս պաշտոնում ուշացված էր։ Մասնագետ, ով առիթը բաց չէր թողնում եւ հաճախ ու շատ տեղին սուր քննադատության տակ էր պահում ֆեդերացիայի աշխատանքը։ Մասնագետ, ում հետ Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը աչքով աչք չունեին։ Մասնագետ, ում ծառայություններից չօգտվելը դարձել էր տաբու ֆեդերացիայի համար, ում գլխավոր մարզիչ նշանակելը ֆեդերացիայի ղեկավարների մոտ արդեն ի սկզբանե ռանդոմ բացառված էր, եւ սա տեսլական չէր կամ ռազմավարական որոշում, այլ անձնական սկզբունքի հարց էր։ Մասնագետ, ով չէր քաշվում ուղի խոսքից եւ միշտ ասում էր այն, ինչ մտածում էր։ Որովհետեւ դա իմ տեսակն է, երբ ես տենում եմ, որ մի բան ճիշտ չի արվում, ես ուղիղ բարձրաձայնում եմ, ասում եմ եւ չեմ ասում, որ միշտ ճիշտ եմ, բայց ես տեսակով արտահայտվող եմ եւ պայքարող եմ եւ ասող եմ։ Այսպես ժամանակը գնում էր եւ հայկական ֆուտբոլ անունը կրող կոտրված ակերով սայլը քամուց օդում հայտնվելով սավառնում էր բախտի քմահաճույքի ճիրանների մեջ։ Մելիքբեկյանը հասկանալով, որ կարող է կորցնել ամեն ինչ, իր վրա ծառացած, բոլոր վտանգները հաշվարկելով, բազմակոմբինացիոն քայլի գնաց։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան, դուք հավաքականի գլխավոր մարզիչ եք նշանակված։ Շնորհավորում ենք ձեզ։ Ընտրություն, որը պետք էր կատարել դեռ Թուրքիայի դեմ հանդիպումներից առաջ։ Մարդը անձնական հակակրանքը մի կողմ դնելով ինքն էր առաջարկում իր ծառայությունները, իսկ ֆեդերացիան Պետրակովին էր բերում ու հայտնվում էր հոլանդական անհասկանալի սիրավեպերի մեջ։ Սիրավեպ, որը չսկսված ավարտվում էր։ Ինչևէ այն ժամանակ Եղիշե Մելիքյանի տարբերակը չդիտարկվեց, իսկ հիմա փողոցում օգոստոս ամիսն էր կանգնած։ Հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվում նույն ինքը՝ Եղիշե Մելիքյանը, նշանակվում էր եւ կանգնում ծանր մարտահրավերի առաջ։
Ես չեմ գնացել ֆեդերացիա աշխատելու, ես գնացել եմ հավաքական աշխատելու։ Իմ աշխատանքի վայրը Հանդերձարանն է։ Եղիշե Մելիքյանի համար ազգային հավաքականը գլխավորել է երազանք էր, այդ երազանքը կատարվել էր, բայց այնքան շատ բան կար անելու, որ մարդ չգիտեր որտեղից սկսեր եւ որտեղ ավարտեր։ Վերջին տարիներին միանգամից 3 մարզչի ձեռքի տակով անցած այս հավաքականը ինքն էլ չգիտեր ինչ ֆուտբոլ է խաղում։ Մարզիչներից մեկը մի բան էր ասում, մեկը մի ուրիշ բան, մյուսն էլ լրիվ ուրիշ բան։ Հավաքականը, որը այնքան շատ էր անցել դառը պարտությունների միջով, որ ձեռք էր բերել անհաջողակի կոմպլեքս, իսկ դժգույն պատկերի ամենաներքևում արմատ որպես մեկ փչոցից փայտե տնակի պես փլուզվող ֆունդամենտ ունեցող բնակվում էր հավաքականի ներքին խոհանոցի մթնոլորտը, որտեղ ամեն ինչ կար, բացի միասնությունից եւ մեկ ընտանիք լինելուց։ Ու այս ամենը աստղային Պորտուգալիայի ու մարտական բնավորություն ունեցող Իռլանդիայի դեմ կարևորագույն հանդիպումներից առաջ։ Եղիշե Մելիքյանի ձեռքի տակ ժամանակը կատեգորիկ շատ քիչ էր էական եւ գլոբալ կարգավորումներ անելու համար։ Հիմա ուղղակի ցավազրկող էր մեզ հարկավոր։ Նախ պետք է սկսել թեկուզ այդ ցավազրկողով, չէի ասի անառողջ, սակայն վատառողջ մթնոլորտը ապաքինելուց։ Ու տեսեք ինչ է ստացվում։ Եղիշե Մելիքյանը հավաքականի հետ իր առաջին մարզմանն է գալիս։ Այն ինչ կլինի հետո, լսենք հենց Եղիշե Մելիքյանից։ Մի դեպք պատմեմ, երբ որ ես առաջի մարզում ադեցի իմ թիմի հետ, միշտ ծափարեք թիմի հետ Հանդերձարանում, դաշտում, ինքը տալիս է հավատք, միասնություն, պոզիտիվ, այդ թիմային ծափը նշանակում է մենք միասին ենք, ամեն ինչ լավ կլինի։ Ցենց սիգնալ ունի այդ ծափ։ Ես առաջի պարամունքից հետո տղաների հետ խոսեցի, ասեցի տղեկ ջան, սկսում եմ այդ մարզումը ու ծափ տվեցի, ես գիտեմ այդ նույն ռեակցիան զգալու եմ։ Ես մենակով ծափ տվի, տեսա որ թիմը ֆռած գնում է պարամունքանի, ես հասկացա այդտեղից իմ մթնոլորտը թիմի հիասթափված, միտեղ կոտրված, չհավատալով, որտեղ պարտություններ են ունեցել, եկել են հավաքական։ Սենց անհույս, ես հասկացա որ մեծ աշխատանք պետք է տարվի։ Երբ Իռլանդիայի խաղից հետո Հանդերձարանում ես խոսեցի, ես ծափ տվեցի ու բոլորը ծափ տվեցի, ես հասկացա որ կա առողջ մթնոլորտ, կա էներգիա, կա հավատք ու ինչ-որ մի բան մենք կարողացել ենք այս ընթացքում անել։ Անհրաժեշտ էր կարճ ժամանակում մի տանիքի տակ հավաքվածներին թիմ դարձնել, միմյանցից անջատ օրգանիզմից ստանալ հավաքական կերպար, գեներացնել մեկը մյուսի հանդեպ հոգատարություն, ոգեշնչել եւ տղաների աչքերում արթնացնել այն կրակը, որը մոխրացել էր բազում ձախողումներից հետո։ Այդ վագրի հայացքը, այդ պայքարի ազարտը պետք էր վերադարձնել եւ դա պետք էր անել ամեն գնով, բայց դու մի ասա, որ հենց այստեղ շոշափելի դարձավ հավաքականի ավագի կորուստը, երբ Եղիշե Մելիքյանը գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց։ Վարազատ Հարոյանը այդ պահից շտապեց հայտարարել հավաքականում իր տպավորիչ կարիերան ավարտելու մասին։ Եղիշեն ու Վաթոն երկու անհատականություններ, ինչ որ մի բան չէին կիսել իրար հետ, որ այստեղ կոնֆլիկտ կար։ Սա ակնհայտ էր։ Պարզ էր նաև այն, որ Հարոյանի հեռանալը ոչ միայն մինուս էր խաղային տեսանկյունից, այլ նաև սա ունենալու էր բացասական անդրադարձ հավաքականի ֆուտբոլիստների հոգեբանությունները փոխելու process-ում։ Եղիշե Մելիքյանը այս առումով կարևոր օգնականից զրկվեց, իր ուսերի վրա ամբողջովին հանձն առնելով խաղացողների մենթալ պատրաստումը եւ ճիշտ հոգեբանության մշակույթի կիրառումը։ 46-ամյա մասնագետի համար նման իրավիճակում հայտնվելը նորություն չէր։ Ավելին ասեմ, սա նրա տարերքն էր։ Այս նիշայի մեջ Մելիքյանը զգում է իրեն ինչպես ձուկը ջրում։ Նա միանգամից գործի անցավ եւ գտավ այն ցավազրկողը, որի մասին խոսեցի քիչ առաջ, եւ որը տվյալ պահին ուներ հույժ կարևոր գույներ։ Ֆուտբոլիստների հետ առանձնազրույցները, խնդիրների մասին լսելը, հասկանալը, դրանց լուծման ճանապարհները գտնելը, ժամանակավոր այս կամ այն բացը փակելը, մեկ ընտանիք լինելու հորդորը մասսայականացնելը, տվեց իր պտուղները։ Առաջին փուլի մեկնարկի առաջին փուլը կարելի է համարել հաջողությամբ ռեալիզացված։ Այն շտապօգնությունը, որը այս պահին պետք էր օդի ու ջրի պես, Եղիշե Մելիքյանը տրամադրել կարողացավ։ Ինչպես Չերչիլն էր ասում, սա դեռ վերջը չէ, սա նույնիսկ սկզբի վերջը չէ, բայց հնարավոր է, որ սա վերջն է սկզբի։ Այստեղ ես հիշեցի 11-12 թվականների Յուվենտուսը։ Հիմա կհարցնեք թե ինչու։ Ասեմ մեր ու այդ էպոխայի ծեր Սինյորայի իրավիճակի նմանություններն ու անալոգիաները։ 2011 թվականին ոչ վաղ անցյալում Սերիա B-ից վերադարձած Յուվենտուսը որևէ կերպ իր տեղը կալչիոյում գտնել չէր կարողանում։ Թիմը տանջվում էր, վատ արդյունքներ ցույց տալիս։ Խաղացողները երջանիկ չէին։ Մթնոլորտը քայքայված էր։ Մեր պատմության պես մարզիչները վրա փոխվում էին։ Ով գալիս էր, ձախողվում էր։ Լավագույն նվաճումը, որն ուներ այդ ժամանակների
Յուվեն հազիվ-հազ Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելն էր։ Եվ ահա ակումբի տնօրենների խորհուրդը մի գեղեցիկ օր որոշում է գլխավոր մարզչի ղեկը վստահել դեռ շատերի համար անհայտ նոնեյմ, բայց ամուր բռունցք ունեցող Անտոնիո Կոնտեին։ Կոմանդանտեի առաջին քայլը Յուվեում գիտեք որն էր։ Այն, ինչ հիմա մեզ մոտ Եղիշե Մելիքյանն է անում։ Սեփական ուժերի հանդեպ հավատի վերադարձ, անձնազոհություն եւ մեկ թիմ, մեկ ընտանիք գաղափար։ Կոնտեն ֆուտբոլիստերի մտածողությունը փոխեց։ Գիտակցում տվեց, թե ով են նրանք, որտեղից են գալիս եւ ինչ ակումբ են ներկայացնում։ Սրան գումարվեց Մարոտայի հիանալի մենեջմենթը եւ Յուվեն մեծ բարձունքների հասավ։ Նվաճած Սկուդետոյի հետևից եւ Գեգեմոնի դինաստիա վաստակած տարիների վեր։ Այո, նախապատմություններն ու ֆորմատները տարբեր են։ Այո, մենք չունենք այդքան ռեսուրս, սակայն կարծում եմ համաձայն կլինեք ինձ հետ, որ պինդ հոգեբանություն ունեցող ձիգ գլխավոր մարզիչ մեզ հարկավոր էր դեռ շատ վաղուց։ Մենք մեքենան ոնց են ասում խոտ տվեցինք ուղակի։ Սկսեց մոտորը աշխատել, բայց առաջ գնալը մենք նոր պիտի սկսենք արդեն։ Մեքենայի շարժիչը միացվեց։ Շարժիչ, որի հզորության ձիաուժերից դեռ Իռլանդիան Երևանում պետք է ընկներ, բայց հիմա Պորտուգալիան էր մայրաքաղաք գալիս։ Այս հանդիպումը շատ անհարմար պահի ծալեց մեր առջև։ Բայց ինչ անենք, դիմակա էլ փորձենք։ Ճարներս ինչ։ Արդեն օդանավակայանից էլ երևաց, որ Պորտուգալիան շատ ինքնավստահ տեսք ուներ։ Դե կասկածող լիներ։ Կզարմանայի, եթե հակառակը տեսնեինք։ Նրանք եկել էին իրենց շարքային 3 միավորի հետևից։ Սա նրանց համար առօրեական շրջագայություն էր, ու ամենացավալին այն էր, որ երբ դու նայում էիր նրանց, հասկանում էիր, որ չես խուսափի խոշոր հաշվով պարտությունից։ Պորտուգալիան շարժվեց դեպի հյուրանոց, ու այստեղից անարխիան սկսվեց։ Մի խենթանոց։ Քրիշտիանո Ռոնալդուն Երևանի արքան լիներ կարծես։ Ամեն ինչ նրա շուրջ էր պտտվում։ Փողոցներում կոլապս էր։ Այլ երկրներից մարդիկ էին գալիս, աստղին սեփական աչքերով տեսնելու, անհագ ցանկությունից դրդված։ Տոմսերի հարցը արդեն հոգնեցրել էր բոլորիս, որը վերածվելով բիզնեսի, դարձել էր հերթական կաթսան, կոպեկներ փախցնելու համար։ Ու քանի դեռ Ռոնալդոն հրում էր իրեն շրջապատող ֆաներին, քանի դեռ նա ընկերանում էր հայ երեխայի հետ, հոգատար վերաբերմունք տալիս, այնուհետ գոլեր էր դնում մեր դարպասը ու ստանում ջերմագին ծափահարություններ հայ երկրպագուների կողմից։ Այդ նույն ընթացքում տղաները, ահա այս տղաները, մեր տղաները, 7 սար այս կողմ ամպերից հեռու աստղերից էլ վեր, փորձում էին կաշվե գնդակի վարպետների դեմ հանդիպումից դուրս գալ պատվով եւ հետո ծանր աշխատանքի շնորհիվ մտքներում պահելով 2011-ի անարդարությունը ուրախացնել բոլորիս, Իռլանդիային գրողի ծոցը ուղարկելով։ Նախախաղային բազմաթիվ իրադարձություններից հետո վերջապես այդքան սպասված Պորտուգալիայի դեմ հանդիպման օրը եկավ։ Մարզադաշտում ասեղ գցելու տեղ չկար։ Ռոնալդուն դիմակայությունը շոուի էր վերածել, իսկ երկրպագուների մի մեծ մաս եկել էին կոնկրետ այն նպատակով, որ հենց Քրիշտիանոյի խաղին հետևեն։ Խաղամակարդակների ահռելի տարբերություն կար։ Այնինչ խաղից առաջ թղթի վրա էր, արդյունքում ցավոք մեզ համար արտացոլվեց նաև խաղադաշտում։ Կադրային առումով մանավանդ պաշտպանությունում Եղիշե Մելիքյանը լուրջ գլխացավանքների հետ առնչվեց։ Թիկունքը պետք է 0-ից կառուցվեր, եւ այստեղ ուրիշ տարբերակ չկար։ 3 հատամները պաշտպանության կենտրոնում հետեւյալ կերպ էին ներկայացված։ Մեկը քիչ թե շատ փորձ ունեցող Գեորգի Հարությունյանն էր, մյուսը մեկնարկային կազմին դանդաղ մոտեցող Սերգեյ Մուրադյանն էր, իսկ վերջինը նման խաղերի գրեթե փորձ չունեցող Էրիկ Փիլոյանն էր։ Ցենտր դեֆերից դեռ հանգամանորեն խոսել կհասցնենք։ Հիմա արձանագրենք, որ այս երրյակը պոզիցիոն ահագին սխալներ թույլ տվեց, որը ինչքան էլ ցավալի է հնչում, լրիվ կանխատեսելի էր ու այստեղ զարմանք առաջացնող որևէ նշույլ չկար։ Հավաքականը արջևի գծում ընդհանրապես կտրված էր խաղից։ Ոչ մի կերպ չէր ստացվում պաշտպանությունից անցնել հարձակման, ու եթե լինում էին էպիզոդային մոտեցումներ, ապա դրանք շատ քաոսային էին կազմակերպված։ Շտապողականությամբ հախուռն ու խոտանով եւ տրանզիտային տեղափոխումները զուրկ էին ամեն տեսակի նպատակային թիրախավորում ունենալուց։ Գնդակը կուրորեն ուղակի առաջ էր նետվում, այն հույսով, որ այնտեղ մեկը ինչ-որ մի բան կանի, սակայն այդ մեկը չկար։ Հավաքականը խաղադաշտ էր դուրս եկել առանց նոմինալ կենտրոնական հարձակվողի ու գնդակներից կարճող, մեջքով դեպի մրցակցի դարպասը հանդես եկող կլասիկ կենտրոնական ստրայկեր մեկնարկային կազմում գոյություն չուներ։ Ռանոսը ավելի ուշ հայտնվեց եւ համակարգային տեսանկյունից որևէ բան փոխել չէր կարող։ Կոնտրհարձակման էլեմենտները բացակայում էին իսպար։ Ավելի ու ավելի ծայրահեղ վիճակում էր հավաքականի հենակետային գոտին։ Պորտուգալացի բոքս-թու բոքսերը մեր միջին ֆազան խժռեցին պարզապես ու չտվեցին մեզ
մեզ գեթ մեկ շանս ձեռնարկել ինչ-որ քայլեր այս խոցելի զոնան գոնե որոշակիորեն բալանսավորելու համար։ Սպերցյանը ամբողջովին սև աշխատանքի վրա էր ծառացած, իվ ու չէր ձգում մենակով, ու շատ անճար տեսք ուներ։ Այս ֆակտորը Սպերցյանին զրկեց առաջնագծի համար մատակարարումներ իրականացնելուց, եւ նրան լիակատար սեղմեց մրցակցին զսպող մանր եւ փոքր խլումներ որոնելու ուղղությամբ։ Հենակետային գոտու թերի լինելն էր, որ մեր դարպասին առնվազն 2 գոլ բերեց։ Հենց այս զոնայի կիքսերի պատճառով էր Պորտուգալիան ստեղծում բազում գոլային պահեր։ Ուղղակի բախներս բերում էր, որ ռեալիզացիան հյուրերին հաճախ էր դավաճանում։ Չնայած 5-0-ի պարագայում ասել, որ բախներս բերում էր, իհարկե ծիծաղելի է հնչում։ Ուշադրություն դարձրեք, Իվուն առաջանում էր, որ մրցակցին ավելի խորը դիմագրավեր, սակայն սրանով դատարկ էր թողնում հենակետային գոտու այն պլազդարմը, որը անմիջական իր պատասխանատվության տակ էր։ Այս իրավիճակում նրան Սպերցյանը պետք է ապահովագրեր, սակայն Էդուարդը այդ պահին, այսպես ասած, կիսավերադարձի ճանապարհին էր եւ փաստացի ուշացել էր խաղանկերոջ դիրքը փակելու համար։ Արդյունքում այս պատասխանատվությունը իր վրա Լուկասը վերցրեց, բայց ծանր հետևանքների բերող տվյալ դրվագը փրկել չկարողացավ, անջատվելով մենապայքարից, հակառակորդից հետ մնաց եւ պորտուգալացի 3 հրացանակիրները Ռոնալդոին ապահովեցին հերթական գոլով, իսկ հարվածը իրոք շքեղ էր։ Հենակետային ավելի ծանր կազմաքանդում հաջորդ դրվագում եղավ, Ուրեին Իվուն կամ Սպերցյանը ռետորիկ հարցը պատասխան չունի, չնայած Իվուն ստատիստի դերում հայտնված եւ իրավիճակից լիովին կտրված փորձում էր մոտենալ թիկունքին եւ դիմադրություն ապահոver, բայց նա մնացել էր մրցակցի մեջքի ետևում եւ այլևս ունակ չէր, որպիսի պորտուգալացուն խանգարեր իր ուզածը եղելություն դարձնելուց։ Ստեպ մեր հենակետային գոտին մերկանում էր, այստեղ էլ Սպերցյանն էր փորձում հերթական անգամ դիրքը կորցրած եւ շնչակտուր եղած Իվուի աշխատանքը ինքը կատարեր, տեսնելով արչեվում գտնվող մրցակիցներին մեջքից զգալով հետևից եկող նրա խաղանկերների շունչը, Էդուարդը, ինչպես ասում են, տուփի մեջ հայտնվեց եւ ինչքան էլ գործադրեց ջանքեր, իրավիճակում լուրջ դեր խաղալ չկարողացավ։ Հակառակորդը աղեղի պես մեր քայքայված պաշտպանության մեջ մտավ ու նորից ի տխրություն մեզ այստեղ ավերակներ ստեղծեց։ Եղիշե Մելիքյանը իհարկե այս ամենը բոլորիցս լավ էր նկատում, փորձում էր հանգիստ երևալ, բայց անզորությունից ներսից վառվում էր ու գիտակցում, որ ստեղծված պայմաններում այս ամենին հակազդելու որևէ զինատեսակ չուներ։ Մի քանի անգամ ավելի տխուր եւ անստաբիլ վիճակում էր արդեն հենց բուն մեր պաշտպանության շարքերը, սակայն պորտուգալացիների գոլերը ոչ միայն անխոս նրանց վարպետության արդյունքն էր, այլ նաեւ մեր պաշտպանների անհամակցված, չհամաձայնվեցված, միմյանց շլրացնող պոզիցիոն թերացումներն էին։ Տիկնիզյանը մեր ձախ եւ հյուրերի աջ թևում անընդհատ ինտենսիվ պրեսի տակ էր։ Անողոր մրցակիցը Նաիրին հանգիստ չէր տալիս, պրոֆիլակտիկ սեղմելով հենց այս զոնայի վրա։ Սա էլ բերում էր այն հետևանքին, որ վերջնարդյունքում գնդակը հանում էինք սեփական դարպասից։ Կանսելոն կլորը տուգանային հրապարակ կախեց։ Փիլոյանը էպիզոդից դուրս մնաց։ Կամոն, Մուրադյանը եւ չգիտես ինչպես պաշտպաններին օգնության եկած Բիչաղչյանը իրավիճակի վտանգները կանխող 3 գլխավոր ֆիգուրները դարձան, ու քանի դեռ նրանք դիմադրություն ապահովել էին փորձում, Ժոաո Ֆելիքսը օգտվելով այս պրիմիտիվ թերացումներից իր թիմի առաջին գոլն էր խփում, եւ նույնիսկ Գեորգիի էպիկենտրոնին մոտենալը որևէ հարց չլուծեց մեզ համար։ 4 հոգով մեկին պահել չհաջողվեց, եւ սա ոչ այնքան Պորտուգալիայի բարձր խաղամակարդակն էր, այլ մեր պաշտպանության միմյանց հետ խաղակցված չլինելու հետևանքը։ Հաջորդ գոլը, որ էլի նույն զոնայից ծնվեց, բավականին կանխատեսելի սցենար ստացավ։ Պեդրո Նետոն մի փոքր կենտրոն գալով, գնդակը վերտիկալ ֆորմատով մեր տուգանային հրապարակ պետք է ուղարկեր։ Այ ինչը լավ էր անում ժամանակին Գևորգ Ղազարյանը, պաշտպաններին ապահովագրելով։ Այստեղ Լուկասը չարեց։ Եթե իր ձախ պաշտպան Տիկնիզյանին օգնության գար, գուցե խուսափեինք Ռոնալդոին ուրախացնելուց, սակայն դա տեղի չունեցավ։ Գնդակը Քրիշտիանոին հասցեագրվեց։ Մուրադյան Գեորգի Կամո երյակին լիակատար ձեռուն այն թողնելով։ Պորտուգալիան նրանց պարզապես անջատեց էպիզոդից։ Ռոնալդոն իր առաջին գոլը խփեց։ Գեորգին գոլային գրոհի դիտորդը դարձավ, իսկ մյուս երկուսի դիմադրության նշաններ ցույց տալը արդեն ուշացված էր եւ մեզ օգուտներ բերել չէր կարող։ Հիմա Պորտուգալիան այստեղ փայլեց։ Թե էլի մենք թերացանք։ Հարցը նորից ռետորիկ էր։ Մյուս գոլը վերջնական այն համոզմունքը ամրապնդեց, որ փոխաբերական ասել է թե, որ մեր պաշտպանությունը որպես այդպիսին գոյություն ունենալ դադարեց։ Այս գոլային գրոհը 2 տեմպ, 2 ֆազա ունեցավ։ Նախ հիմա ուշադիր Կամոին նայեք։ Քիչ անց կհասկանաք թե ինչու։ Կամոից հետո հայացքը ուղղեք մեր թիկունքի ձախակողմյան հատված, որը Տիկնիզյանի բացակայությունից դատարկվել էր, ինչի հետևանքով Մուրադյանը առաջ էր եկել մերկացնելով իրեն վստահված գոտին, որն էլ իր հերթին աննպատակային տարբերակով Սպերցյանն էր փակել փորձում։ Իհարկե դա նրա մոտ չստացվեց։ Կոմբինացիան շարունակվեց, վտանգը մեծացավ, իսկ մինչ դա իրականություն էր դառնում, Գեորգի Հարությունյանը հայացքով արդեն այդ պահից փնտրում էր մեղավորներ։ Այն, որ Կամոն ուշացավ, շատ վատ էր, սակայն մեղավոր որոնելու փոխարեն պետք էր իրավիճակին տրվել ավելի ջանասիրաբար, ավելի
ավելի զգոնությունը բարձր։ Արդյունքում սա կոնցենտրացիայի պակասի հանգեցրեց։ Գեորգին շրջվեց, սակայն արդեն ուշ էր։ Այս ակնթարթից հակազդելու գլխավոր դերակատարը Կաման դարձավ։ Հետ եկավ իրեն վստահված հատված։ Գնդակը կարծես թե խլեց մրցակցից, բայց հետո էլի այն հակառակորդին նվիրաբերեց։ Գնդակը հավուր պատշաճի հեռացնել չկարողացավ եւ խնդրեմ պատրաստ է արդեն Պորտուգալիայի երրորդ գոլը։ Հիմա սա աստղային Պորտուգալիայի փեշակն էր, թե մեկ գրոհի ընթացքում մեր ռեգուլյար սխալների շարքից ծնված դարպասի գրավումը։ Չգիտեմ, գուցե երկուսն էլ իրար հետ։ Պորտուգալիայի մյուս գոլը մեր դիրքային թերացումների ասորտին էր։ Բուկետը, դրա հետևանքային հավաքական կերպարը, մեր պաշտպանությունն ու հենակետային գոտին համատեղ ուժերով այս գոլին կյանք տվող գլխավոր արտադրողը դարձավ։ Նախ Սպերցյանն ու Իվուն Պորտուգալիայի համար բացեցին գրոհը զարգացնելու անհրաժեշտ հարթակ։ Տվյալ դրվագում իրենց ակտուալությունը կորցնելով նրանք թույլ տվեցին, որ հյուրերի մոտեցումը հասնի դեպի մեր թիկունքի աջակողմյան հատված։ Ահա նկատեք, Իվուն ու Սպերցյանը 100%-ով կտրված են էպիզոդից։ Քանի դեռ Էդուարդը օֆսայդ էր ուզում, այդ նույն ընթացքում այս անսամբլի մեջ Մուրադյանը միակն էր, ով փորձում էր կանխարգելիչ գոնե որևէ գործողություն աներ, եւ մարդը մեղավոր չէր, որ եղավ անհարմար անդրադարձ, որն էլ այս ամենին տրամաբանական վերջաբան հաղորդեց։ Իսկ թե ինչու մինչ այդ վերջաբանը մեզ մոտ եռանկյունի հիշեցնող, ահա այսպիսի կուտակում տեղի ունեցավ։ Պատասխանը հետևյալում է. երբ մի մասնիկ քանդվում է ըստ հերթականության իր ետևից, իներցիայով քանդվում են նաեւ մյուս կարևորագույն տարրերը։ Այս խաղում իդեպ մի բացասական դրվագ էլ եղավ, որի մեղավորը շատերի կողմից Էդուարդ Սպերցյանը նշանակվեց։ Այնինչ Սպերցյանը այստեղ որևէ հանցագործություն չկատարեց։ Իհարկե ուղիղ չհասկանաք խոսքս, բայց նրա գլխին մեր պաշտպանները սարքեցին։ Սերգեյ Մուրադյանը տեսնելով, որ մրցակիցը քիփ պրեսինգ է նախապատրաստում եւ փորձում է շրջափակել Սպերցյանին բոլոր ուղղություններից, պետք է գնդակը ուժեղ հարվածով օդով տեղափոխեր առաջ, սակայն էլի իներցիայով, ավտոմատ կերպով ամենականխատեսելի տարբերակը նախընտրեց։ Գնդակը փոխանցել դիմացը գտնվող թիմակցին, բայց Պորտուգալիան սա արդեն կանխատեսել էր, կարդացել էր ու Սպերցյանի համար դրել էր թակարդ, 4 կողմից փակված լինելով։ Էդուարդը ֆուտբոլային ճիշտ ինտելեկտին բնորոշ գնդակը հետ ուղարկեց, նույնիսկ կարելի է ասել հետ մատուցեց։ Այս փոխանցումը դարպասապահի համար չէր նախատեսված։ Այն Նարեկ Աղասարյանին էր ուղղված, ով Սպերցյանի իրավիճակը գնահատելով արդեն պետք է մոտեցած լիներ այն հատված, որտեղ գնդակը պետք է հանգրվաներ։ Այս բավականին պարզ ֆուտբոլային այբուբենը Նարեկ Աղասարյանը ընթերցել չկարողացավ։ Սպերցյանի ուզածը չհասկացավ եւ նրան չեկավ ընդառաջ։ Արդյունքում գնդակը մրցակցին բաժին հասավ եւ ի ուրախություն մեզ գոնե Հենրի Ավագյանը իր զգոնությունը չէր կորցրել։ Սակայն այս ամենը չէր լինի, եթե Սերգեյ Մուրադյանը ի սկզբանե գնդակը ուղակի օդով նետեր առաջ, շարից փորձանքից հեռու։ Ամեն դեպքում մեր տղաներին չմոտենանք խստապահանջ։ Մրցակիցը շատ ահեղ էր, մարզիչը նոր էր եկել, ոմանք անփորձ էին եւ 1000-ումի հոգեբանական խնդիր կար։ Նվիրվելու ամեն դրվագում իրենց չխնայելու տեսանկյունից, տղերքին բացից ապահալելուց եւ շնորհակալություն հայտնելուց ուրիշ ոչինչ ասել չենք կարող։ Սա իրոք կարևոր ասպեկտ էր, ինչը որոշակիորեն փարատեց այն նեգատիվ զգացումները, որոնք կային հանդիպումից հետո։ Եղավ այն ինչ պետք է լիներ, եւ մենք սպասում էինք դրան։ Պորտուգալիան հեռանում էր, եւ դա անում էր լիովին բավարարված։ Իսկ մեզ, ինչպես ասում են մի քանի մղոն այս կողմ, նոր փորձություն էր սպասվում։ Ճակատամարտ Իռլանդիայի ազգային հավաքականի հետ, որը կտար շատ հարցերի պատասխաններ, եւ որից ուզես թե չուզես, հատկապես հոգեբանական առումով, այդ պահին կախված էր ամեն ինչ։ Իռլանդացիների Երևան ժամանելուց հողը իհարկե այդպես չդղրդաց, ինչպես դա Պորտուգալիայի դեպքում եղավ։ Մասնագետներին ու ֆուտբոլի շուրջ առնչվող մարդկանց չհաշված, այս հավաքականը ոչ մեկի վեճին չէր։ Նրա գալը շատ քչերի կողմից նկատվեց, եւ դա իհարկե նորմալ էր։ Այդուամենայնիվ այս դիմակայությունը մի քանի անգամ ավելի կարևոր էր Պորտուգալիայի հետ մրցավեճից։ Սա ասում եմ թե մրցաշարային աղյուսակի, թե հոգեբանական եւ թե ուժերի ստուգատես անցկացնելու տեսանկյունից։ Եղիշե Մելիքյանը այս խաղին առանձնահատուկ պատրաստվել էր։ Ես ասեցի մեր տղաներին, փառկասու ու աստղերը մեկնեցի, մենք կարանք հանգիստ ջրետ աշխատենք։ Ստեղծված հանգամանքներում տվյալ պահի դրությամբ առավելագույնս ամեն ինչ արվել էր դրական արդյունքը գրանցելու համար։ Սրանից ավելին ներկա պայմաններում անել հնարավոր չէր։ Ինչ որ դուք տեսաք, մեր առավելագույնն է։ Էտա Իռլանդիան շատ մարտական էր տրամադրված, եւ սա չէր բացատրվում միայն այն ֆակտորով, որ կռիվ սիրելը պայքարելը իռլանդացիների մոտ դարերի խորքից է գալիս, եւ դա նրանց արյուններում է հոսում։ Պատճառը միայն սա չէր։ Նախ այս շրջափուլի առաջին խաղում Իռլանդիան հունգարներին հյուրընկալելով չէր կարողացել հաղթանակ տանել։ Ավելին Իռլանդիան վերջին րոպեներին փրկվեց։ Հանդիպումը ոչ ոքի 2-2 ավարտելով։ Կանաչ բանակը այս ամենի հետ մեկտեղ մեզ հետ հին հաշիվներ ուներ։ 2011-ի սկանդալային հանդիպմանը գումարվել էր
Իռլանդիայի Հայաստան վերջին շրջագայությունից մնացած դառը հիշողությունները, երբ մեր ազգային ընտրանին այստեղ Երևանում 1-0 հաշվով նրանց նկատմամբ հաղթանակի հասավ, Սպերցյանն էլ գեղեցիկ գոլ խփեց, այնպես որ այս դիմակայությունը նրանց համար նույնպես շատ առումներով սկզբունքային էր։ Եղիշե Մելիքյանը այս ամենի մասին լավ գիտեր ու նախապես իր մշակած շղթայաձև ծրագիրն ուներ։ Տղեկ, մենք այս խաղը հաղթում ենք, բարձրանում ենք երկրորդ տեղ։ Սա է ամեն նպատակը։ Մենք արեցինք, բարձրացանք։ Մեր մարզիչը նախախաղային ասուլիսի ժամանակ բոլորիս սենտիմենտների ամրությունը ստուգելով հետևյալն ասաց. «Խնդրում եմ, մի քննադատեք մեզ, մի նեղացրեք մեզ, հավատացեք, աջակցեք։ Հիմա մենք հենց դրա կարիքն ունենք»։ Եղիշե Մելիքյանի այս փոքրիկ սփիչը գուցե լայնորեն չմասայականացվեց, սակայն իրականում այն շատ մեծ կարևորություն ուներ։ Համոզված եմ առաջին հայացքից տպավորություն թողած, այս դրվագային շարքային միտքը հետագայում դեռ շատ երկար է հիշվելու ու կրելու է իր մեջ ինչ-որ հետք թողող առաքելություն։ Մենակ մենք գիտենք, ես որ հաղթեցիք Իռլանդիան, ես հանդերձա, մենակ մենք գիտենք ինչ աշխատանք տարանք միասին, որ կարողանանք այս ամեն ինչը փոխել։ Շատ մեծ աշխատանքի շնորհիվ եւ տակտիկապես եւ հոգեբանորեն։ Տեսնելով, որ խնդրահարույց է առջևի գծում, բախտ որոնել է առանց մաքուր կենտրոնական հարձակվողի, այս անգամ Մելիքյանը մեկներկային կազմում փոփոխություն կատարեց եւ Հրանտ Լեոն Ռանոսը առաջին րոպեներից խաղադաշտում հայտնվեց։ Այս պահը ֆիքսենք, որովհետեւ դա ունենալու էր հիմնականային դեր արդյունքի վերջնական տեսքը ապահովելու համար։ Խաղասկզբում թիմերը հետախուզում էին միմյանց, փորձելով հայտնաբերել մրցակցի խոցելի կողմը եւ հարվածել հենց այդ ուղղությամբ։ Հավաքականը խաղասկզբին շատ ողջամիտ մոտեցավ, ինքնավստահ էմոցիաները մի կողմ դրած։ Ինչպես ասում են սառը գլխով, այս խաղում մերոնց գործողություններում հատկապես գրագետ դասավորվելը տպավորեց։ Նախորդ խաղից արվել էին հետևություններ, եւ ահա արդյունքը այս գործոնում աչքներիս վրա էր։ Ստեղծելով դիմադրություն բաղկացած 3 գծերից, հավաքականը Իռլանդիային զրկեց սպառնալ մեր դարպասին պոզիցիոն գրողների միջոցով։ Հակառակորդը այստեղ հասկացավ, որ իր հաջողությունը պետք է փնտրեր հարձակման այլ ձևատեսակ կիրառելով։ Իդեպ այս դասավորությունը հավաքականի մոտ նույնիսկ այն խաղային իրավիճակներում էր արտահայտվում, երբ Իռլանդիան փորձում էր գրոհել նաև եզրերից։ Դաշտի թևերից հարձակումները Իռլանդիայի հաց ու ջուրն էր եւ լիկվիդացնել այս վտանգը նրա ձեռքից իր կարևոր գոզերը վերցնելով արդեն գործի կեսն էր։ Ու հենց մեր ճիշտ դասավորվելն էր պատճառը, որ Իռլանդիայի ընտրանին ամբողջ խաղի ընթացքում ընդամենը 2 անկյունայինի իրավունք վաստակեց ու դրանցից օգտվել չկարողացավ։ Իռլանդիային զրկել ստանդարտներից նշանակում է նվազեցնել նրա հարձակվողական պոտենցիալը մոտ 70-75%-ով։ Մեր վինգեր ենթահարձակվողները այս անգամ ավելի խորն էին իջնում եւ իրենց կցված լոտերալներին օգնություն էին ցուցաբերում ավելի ինտենսիվ։ Եղիշե Մելիքյանի որոշումը, այն որ հակառակորդին չընձեռվի հնարավորություն, որպիսի վերջինս անկյունայիններ եւ տուգանայիններ վաստակի, իրեն 100%-ով արդարացրեց։ Մեր տղաների մոտ մեկ այլ առավելություն էլ կար, որը այս խաղում առանցքային նշանակություն ունեցավ։ Խոսում եմ մերոնց գործադրած պրեսինգի, այն արտահայտ չամիջոցներից, որոնց ներգործության գունապատկերը մրցակցին ոչ միայն հյուծելու լավ միջոց դարձավ, այլ նաեւ մեզ համար պրեսինգի տեսանկյունից սա որոշակի առումով նորամուծություն էր։ Այն ոչ բարձր պրեսինգ էր, ոչ էլ ամբողջային ճնշում մրցակցի ուղղությամբ։ Սրան տանք կիսապրեսինգ կամ ինտերվալային պրեսինգ անվանումը։ Այն տեղավորվում էր կոնտրպրեսինգ գլոբալ հասկացողության կամ ձևաբանության շրջանակների մեջ ու զրկում էր հյուրերին ցանկացած տեսակի լայնացումներից եւ երկար ռադիուսով տարածվելու շանսերից։ Ահա այս իրավիճակում օրինակ Կամո Հովհաննիսյանի ճիշտ պահին մրցակցին մոտենալը քառանկյունաձև պրեսինգին ամբողջականություն հաղորդեց։ Այս ամենը շատ հետևողական իրականացվեց եւ նույնիսկ այն ժամանակ իր գոյությունը պահպանեց, երբ երկրորդ կեսում մենք խաղադաշտ դուրս եկանք, հաշվի մեջ առաջ լինելով։ Առաջ խաղակեսից հետո գնացինք հանդերձանալ եւ պետքա մենք մարզչական շտաբով քննարկեցինք ինչ փոփոխություն անենք, որովհետեւ գիտենք, որ Իռլանդիան գալու է առաջ եւ ուզենալու է խաղը պետք է նորմալ է, որ մենք գնանք պաշտպանություն եւ հաշվի։ Բայց ես հասկացա այն էներգիան էլ կրակը, որ ուներ մեր թիմը։ Ես շարունակեցի պրեսինգով խաղալը, ես զգացի թիմի կրակը, թիմի էներգիան, թիմի ցանկությունը, ես իրենց հետ չքաշեցի։ Ես չվախեցա այստեղ եկել գնա երկրորդ խաղակես պրեսինգի եւ չսխալվեցինք։ Պորտուգալիայի դեմ խաղի համեմատ լավ առումով իրապես մեծ տարբերություն կար նաև մեր հենակետային գոտու դրսևորումների եւ մեկ ընդհանուր օրգանիզմ լինելու հարցում։ Սպերցյանն ու Իվուն իրար հասկանում էին մեկ հայացքից, մեկը մյուսի գործին չէր խառնվում եւ սա այս խաղում կրում էր արդեն սիստեմացված բնույթ։ Սպերցյանը էլի սև աշխատանքի մեջ էր, էլի հետ ու առաջ էր անում, բայց այս անգամ նա հասցնում էր ռեալիզացնել նաեւ այն, ինչը իր անմիջական պարտականություններից էր՝ ստեղծել, կառուցել, ապահովել կրեատիվ եւ դիրիժորել ազգային հավաքականի
Սպերցյանի գրոհների ընթացքը։ Ընդհանրապես Իվու Սպերցյան զույգը այս խաղում գրեթե հոյակապ գործեց ու լավագույններից դարձավ։ Ահա տեսնում ենք Իվուին դիմադրություն ցույց տալուց, երբ նա մենակով 4 կողմյա հակազդեցություն էր գործածում եւ խլում էր գնդակը մրցակցից։ Ուգո Չուկվուն այս մրցավեճում միանգամից 2 հենակետայինի գործ արեց։ Նրա տեղաշարժը տեսեք, սա այն Իվուն էր, ով ժամանակին մեզ համար Նգոլո Կանտեի էֆեկտն ուներ։ Այդ Իվուն կարծես վերադարձել էր։ Ռուբինի կիսապաշտպանի միշտ իր տեղում լինելը դիմացի պլացդարմի տղաներին հնարավորություն էր տալիս տեղաշարժվել իրենց ուզած ձևով եւ փոխանցում էր ենթագիտակցական հանգստություն, որ եթե Իվուն իր ելման կետում կանգնած է սարի պես, ուրեմն մենք կարող ենք մի բան ավելին անել ու մեզ զգալ ազատ։ Սպերցյանը Իվուին օգնեց, Իվուն Սպերցյանին եւ ամեն ինչ շատ լավ ստացվեց։ Իրականում հենց սա է մարտավարության կարգապահություն պահպանելը։ Սա մի երևելի գործողություն չէ, պետք չէ հիանալ սրանով։ Սա լավ չէ, այլ նորմալ է։ Հենց այդպես էլ պետք է լիներ։ Ու եթե մենք զարմանում ենք նման համակարգված դրսևորումներից, ուրեմն պատկերացրեք, թե վերջերս ինչքան էին իջել ներքև։ Իդեպ մեկ գլոբալ թերացում մեր հենակետային գոտին ամեն դեպքում թույլ տվեց։ Խոսում եմ Իռլանդիայի գոլային գրոհից, որը ծնվեց եւ կյանք ստացավ մեր միջին գծի անկանոն դիմադրության եւ հենց նախասկզբում տեղի տալու պատճառով։ Ահա այս պահին Իվուն արդեն հասկացել էր, որ իրավիճակի անդառնալի վերջաբանից հազիվ թե խուսափենք։ Դրա համար էլ նրան այլ բան չէր մնում, քան կատարել քաոսային նահանջ, քանի որ Իվու անունով արգելքը մրցակիցը արդեն հաղթահարել էր, իսկ Սպերցյանը դուրս էր մնացել էպիզոդից, հետևաբար թիկունքի քիփ դիմացի հատվածը ազատ էր թողնված ու դատարկված էր։ Կամո Հովանեսյանը սա տեսնելով իր դիրքը թողեց եւ ավտոմատիզացված դեպի կենտրոնական մարշ շարժվեց։ Այո, կենտրոնը փակելու իլյուզիա ստեղծեց, սակայն սրանով մեր աջ լոտերալի դիրքը բացեց, ինչից էլ Իռլանդիան անմիջապես օգտվեց, գնդակը հենց այդ թափուր մնացած զոնա տեղափոխեց ու հաշվի տարբերությունը կրճատել կարողացավ։ Հիմա էլի գնանք այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվեց։ Երբ Սպերցյանը գնդակին տիրող մրցակցի վրա գնաց եւ իր զոնան մերկացրեց, Իվուն հենց այդ պահից պետք է գանված իր տեղում մնար եւ ոչ թե առաջ գնալով հենակետային գոտին արդեն երկկողմանի դատարկեր։ Չէ՞ որ դու չգիտես, հակառակորդը գնդակը քո պատասխանատվության տակ գտնվող խաղացողին կփոխանցի, թե այն կհասցեագրի Սպերցյանից ազատված ֆիգուրին։ Ահա այսպես 1 մանրուքը 1 միլիմետրը այս կամ այն դրվագի համար կարող են լինել կործանարար։ Եթե Իվուն առաջ չգնար, շատ մեծ հավանականությամբ կխուսափեինք բաց թողնված գոլից։ Լավը այն է, որ այս միկրո տապալումը վերջնական արդյունքի վրա չազդեց ու մեր հաղթանակին չխանգարեց։ Ի պատիվ մեր մարշչական շտաբի մեկ այլ հատկանշական բան էլ ասեմ։ Այսա իրոք զարմացնող էր, բայց մեր հավաքականը ֆիզիկական ասպեկտում ոչ միայն իռլանդացիներին չզիջեց, այլ նաև մերթընդմերթ նույնիսկ գերազանցեց։ Սա Խավիեր Մինյանոյի ձեռագիրն էր, ումից մենք շատ շնորհակալ ենք։ Այն ուրախացրեց, որ հավաքականը բազում գոլային պահեր ստեղծեց եւ ունեցավ սուր մոտեցումներ։ Մենք նույնիսկ երրորդ գոլը խփեցինք, որտեղ Սերոփյանը փայլեց, սակայն ցավոք վառը դարպասի այս գրավումը չեղարկեց։ Նպատակամղված խաղը ամբողջ ճակատով առաջին կեսում այն բանին բերեց, որ դրվագներից մեկում Լուկասի վրա խախտում եղավ եւ հավաքականը 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց։ Նշանակետին Սպերցյանը մոտեցավ, մտովի Իռլանդիային նախկինում իր խփած գոլերը հիշեց ու կանաչներին էլի իր հաճախորդը դարձնելով գնդակը վստահորեն նրանց դարպասը ուղարկեց։ Խաղի հաշիվը բացված էր, հենց այս հաշվով էլ գնացինք ընդմիջման, սակայն դեռ առաջին կեսում հավաքականում գոլերի համը մոռացած Հրանտ Լեոն Ռանոսը ճկուն եւ խոստումնալից ակտիվություն էր ցուցաբերում, որը պետք է նպատակասլացության վերածվեր։ Չօգտագործված ամենացավոտ գոլային պահը հենց նրա եւ Տիկոյի մասնակցությամբ եղավ։ Հրանտը 2 անգամ դարպասին հարված կատարեց, ցավոք երկուսն էլ չհասցնելով նպատակին։ Այդուամենայնիվ ինչ որ մի բան հուշում էր, որ Ռանոսը երկրորդ խաղակեսում տալու էր իր մասին խոսելու առիթ։ Ի ուրախություն նրա եւ մեզ, հենց այդպես էլ եղավ։ Երկրորդ կեսի մեկնարկում Հրանտ Լեոն Ռանոսը վերջապես գոլի հեղինակ դարձավ եւ մեր առավելությունը կրկնապատկեց։ Այնինչ այս դրվագում եւ ընդհանրապես այս մրցավեճում Էդուարդ Սպերցյանը հորինեց։ Սա պարզապես ցնորք էր։ Խիստ Տոնի Կրոսի կամ Անդրեա Պիրլոյի ոճով գնդակը սկուտեղի վրա Տիկնեզյանին մատուցեց։ Նա էլ այն Ռանոսի ուղղությամբ գլորեց եւ այս երրաքալ կոմբինացիան տրամաբանական ավարտ ունեցավ։ Նկատեք, թե Սպերցյանը ինչպես իր ֆուտբոլային բարձր ինտելեկտը գործի մեջ դնելով մեկ ակնթարթում չափագրումներ արեց, գնահատելով տարածության դիապազոնն ու ռակուրսը, կյանքի կոչեց այն միտքը, ինչը հղացել էր նրա պայծառ ուղեղում։ Փոխանցումը իդեալական էր կատարված, որին որ Տիկնեզյան Ռանոս տանդեմը ոչ պակաս իդեալական շարունակություն տվեց։ Հրանտն էլ Սպերցյանի պես դարպասը գրավելուց հավաքականի կազմում իր վերջին գոլերը մտաբերեց ու հասկացավ, թե ինչքան երկար ժամանակ պետք եղավ իրենից, որպեսզի սառույցը կոտրվի ու էլի զգա գոլային ակնթարթի բերկրանքը։ Казанского Рубина, пас вперед и отличный пас, это Силароян, что ли, прострел на пустые, 2-0, 2-0, 2-0, 2-0, сборная Армении
удваивает свое преимущество. И это Грант Леон Ранос, 17-й номер, футболист Боруссии Мönchengladbach, делает счет очень приятным для местной публики. Вот повтор. Кто паста отдавал? Спиртян. Великолепно. И голевую на свой счет записывает Наир Тикнезян. Ну и мы аплодируем нашим армянам, нашим ребятам. И Тикнезяну, и Спиртяну, ну и Раносу тоже. Безусловно, армяне делают счет 2-0. Неповторимая по экспрессивности реакция Меликяна. Մի քիչ անցավ, ու Սպերցյանը մեկ այլ հիացմունք առաջացնող հասցեագրում ռեալիզացրեց։ Կրկին ձևել չափելուց հետո այնպիսի բիլիարդային փոխանցում կատարեց, որը առանց չափազանցությունների իրոք շշմեցնող էր։ Էդուարդը մեկ գործողությամբ մրցակցի ամբողջ դասավորությունը կտրեց, ու նրա պաշտպանության աչհատվածը միջին զոնայի ձեռքը բռնած հեռացավ բեմահարթակից։ Ուշադրություն դարձրեք Կրոսի ու Սպերցյանի փոխանցումների մակարդակը իրենց առանձին ոճաբանությամբ ինչքան նման են իրար։ Երկուսն էլ մրցակցի ֆորմացիան են քանդում, երկուսն կտրում են այն ներսից, երկու փոխանցումներն էլ իրագործված են այնպես, ինչպես Սուրդանակը հալած կարակի մեջ կմտներ։ Ինքը պրոֆեսոր է իմ համար, իր ինտելեկտը ֆուտբոլային խաղ հասկանալը կարդալը, բայց ինքը ավելի շատ պրոֆեսոր է որպես մարդ։ Նման համեստ, նման կալքապահ, նման պրոֆեսիոնալ ես շատ քիչ եմ տեսել։ Եղիշե Մելիքյանը ապրում էր այն ամենով, ինչը խաղադաշտում էր կատարվում։ Լրիվությամբ խաղի մեջ էր, տղաների կողքին, եւ քիչ էր մնում մարզահագուստը փոխեր, խաղակոշիկներ հագներ ու մտներ խաղադաշտ տղաներին օգնության։ Իսկ այդ տղաների տրամադրվածությունը այդ օրը որևէ մեկին խնայելու մտադրություն չուներ։ Դանակը ոսկորին հասած էտապ էր, գոնե փոքրիկ, բայց հաղթանակ էր պետք։ Ու այդ հաղթանակի համար այս մակարոնների ձգտումը բավականին զգալի դերակատարություն ունեցավ։ Բախումներ, սահանկումներ, ցավեր, ոտքերին ընդունած հարվածներ, շատ հաճախ ինքնամոռաց առաջ գնալու կատաղի ցանկություններ։ Մեր հավաքականից չեղավ գեթ մեկ խաղացող, ով անմասն եւ անտարբեր մնար անհրաժեշտ միլիմետրեր շահելու գործընթացում։ Այս հաղթանակը մեզ քրտինքով տրվեց։ Հանդիպման վերջում տեսնել խոտածածկին պարկած, հյուծված եւ ուժասպառ եղած Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ տվյալ խաղի համար սովորական երևույթ էր։ Ես ասել եմ, հիմա էլ եմ ասում, սա ինձ չի խաբում հաղթանակը Իռլանդիայի։ Մենք այս տարի մի տարի հետո նոր կարող ենք վստահ ռեալնի հասկանալ, որ մենք կարող ենք ինչ-որ մի բան անել։ Պորտուգալիայից հետո Հայաստան-Իռլանդիա դիմակայությունը նաև արևմտյան Եվրոպայում լուսաբանվեց, ու նրանց հանրահայտ մասնագետները նույնպես միաբերան ընդգծում էին, որ Հայաստանի հավաքականը մանավանդ երկրորդ կեսում Իռլանդիային բոլոր առումներով գերազանցեց։ Կար Եղիշե Մելիքյանի առաջին հաղթանակը ու երկարատև ճանապարհ ընկնելու մեկնարկը դրված էր։ Ահա եւս մի հանդիպում պատմություն դարձավ, իր հետ տանելով բազում էմոցիաներ։ Անձրևներից հետո եկած արև, որը իր ճառագայթներով մի փոքր ջերմացրեց մեզ ու հեռանալուց հետևյալն ասաց. Արդյոք դուք էլի կարժանանաք, որ ես նորից ձեր մոտ գամ, միայն ու միայն հենց ձեզանից է կախված։ Կուզեի մի փոքր խոսել մեր պաշտպաններից, որոնց գործողությունները այդ օրերին շատ քննարկվեց, եւ նրանք ուժեղ ճնշման տակ էին գտնվում։ Անհատական մի շարք սխալներ մի կողմ դրած, Սերգեյ Մուրադյանը ընդհանուր ֆոների մեջ վատ տպավորություն չթողեց, հատկապես Իռլանդիայի դեմ մրցավեճում։ Նրա մոտ ենթագիտակցական ներքին ինչ-որ հուսալիություն կար, շատ հավասարակշռված խաղաց, հասուն պաշտպանի մոտեցումներ ցուցաբերեց, արճակատումների գնալ չվախեցավ եւ իր խաղատեսակով պաշտպանությունը բալանսավորել կարողացավ։ Սերգեյը իրեն շատ լավ է վերահսկում, էմոցիաներին չի տրվում, այդ հանգստությունն ու սառնասրտությունը փոխանցելով ընդհանուր մեր պաշտպանական գծի վրա։ Այս ամենը շատ լավ է, բայց իհարկե աճելու տեղ դեռ շատ ունի։ Եթե Մուրադյանի մասին խոսելիս հավասարակշռված բառը օգտագործվեց, ապա Էրիկ Փիլոյանին բնութագրելիս ընդգծենք, որ ավելի հուզառատ է բնավորությամբ, էմոցիոնալ ու ռիսկով, մարդը գրեթե չունենալով նման մակարդակում հանդես գալու փորձ, միևնույնն է կարողացավ անել այնպես, որ իր մասին խոսելու առիթ տվեց, եւ դա դրական խորագրով էր արտահայտված։ Պաշտպանը պետք է լավ իմաստով, որոշակի հանդգնությամբ լինի օժտված, որ մտքով անցկացնի եւ չխուսափի նման իրավիճակներում գնալ դարպասը փրկելու փորձ անելու ետևից։ Փորձ,
որը հաջողությամբ պսակվեց։ Չգիտեմ նկատեցիք թե ոչ, բայց երկու խաղերում էլ Փիլոյանը համարձակ գործողություններով աչքի ընկավ։ Բլոկավորել մրցակցին, անել սահանկումներ, ընդհարումներ իրականացնել խլումներ, շատ հաճախ առանձնանալ չափազանց կոպիտ խաղով, նույնիսկ ինչ-որ ագրեսիա կար։ Իսկ այս ամենը կենտրոնական պաշտպանի զինանոցում համարվում են ամենակենսական գործիքներից։ Էրիկը ունի այն բոլոր նախադրյալները, որպեսզի դառնա վառ անհատականություն եւ հավաքականում գնա Վարազդատ Հարոյանի հետքերով ու նույնիսկ գերազանցի նրան։ Այն նոր պաշտպանը շատ լավն է, Փիլոյան։ Ահա, տեսեք հայտնվեց Փիլոյանը։ Այո, Փիլոյանը հայտնվեց։ Այո, մեր պաշտպանները դեռ անգամ միջին մակարդակին չեն ձգում, սակայն որ այսպես նայում ես, թույլ չեն անհատապես, բայց զգալիորեն կաղում են թիմային գործողություններից։ Հենց սիստեմային այս գեներացիոն է պակասում մեզ, որ բաց չթողնենք այդքան քանակության գոլեր։ Եթե Եղիշե Մելիքյանին հաջողվի այս գործոնում գտնել որոշակի համակարգային լուծումներ, ապա տվյալ հարցը մասամբ կարող ենք համարել կարգավորված։ Չնայած որ սրա իրագործումը այդ համակարգի ինտեգրումը ծայրաստիճան բարդ է լինելու մեր մարզիչի համար։ Համենայն դեպս նախկինում աշխատած որևէ մասնագետի այս հարցը կանոնադրել այդպես էլ չհաջողվեց։ Ինձ թվում է, որ վերջապես գոնե այս անգամ մենք արել ենք անհրաժեշտ հետևություններ եւ հերթական անգամ չենք ոգևորվի այս հաղթանակից, որpիսի հետո մեզ չիջեցնեն երկնքից, իսկ սրընթաց վայրեջքը ցավոտ չլինի մեզ համար։ Մեկ հաղթանակը դեռ չի նշանակում ոչինչ։ Հիմա Իռլանդիան հաղթել ենք բոլորս ուրախ ենք, բայց ես իմ մեջ իմ սիգնալները ես հասկանում եմ, որ իրավունք չունեմ ես մի րոպե անգամ մտածել այս հաղթանակի մասին արդեն։ Հավաքականը բառից բուն իմաստով դեռ պետք է անցնի դժոխքի միջով որևէ համակարգային լուծման հասնելու համար։ Ես կաշխատեմ այդ հավատքը պահել, բայց որ ծանր օրեր ունենալու ենք։ Կուզեի մի պահ խոսել արդեն ռեմարկա արածս այն տղամարդկային ճիշտ մթնոլորտից, որը հիմա մոլեգնում է ազգային ընտրանու շարքերում, ու խնդրում եմ խոսքերս մտքերս, որոնք կհնչեն քիչ անց, չհամարել էմոցիայի տակարված, երևելի կամ չափազանցված, այստեղ չկա եւ լինել չի կարող որևէ պաթոս։ Հաղորդման տեքստը գրվել է հնարավորինս սառը գլխով, ռացիոնալության եւ ողջամտության սահմանագիծը պահպանելով։ Չգիտեմ դուք նկատեցիք թե ոչ, բայց սա իրոք լրիվ ուրիշ հավաքական էր, ուրիշ հոգեբանությամբ, ուրիշ մոտեցումներով, ուրիշ արժե համակարգով, եւ այդ ուրիշը երևում էր մանրուքներում, այնպիսի աննկատ իրավիճակներում, որոնք որպես կանոն վրիպում են լայն մասաների աչքերից։ Սա ավելին էր նույնիսկ այդքան երկար սպասված հաղթանակից։ Խոսում եմ խաղադաշտում մեր ֆուտբոլիստների մեկը մյուսի հանդեպ վերաբերմունքից։ Տղաները շատ ուշադիր էին միմյանց հանդեպ, հոգատար, սրտացավ, համաձայնեցված գործողություններով, դժվար պահերին իրար աջակցող, մեկը մյուսին ձեռք մեկնող, խոտածածկից բարձրացնող, որևէ իրավիճակում իրար չհակասող, միասնական եւ համախմբված։ Նույնիսկ այն խաղացողները, ովքեր փոխարինվում էին, խաղադաշտը լքելուց մարզչական պերսոնալին այնպիսի վերաբերմունք էին տալիս, որը, ինչպես ասում են, միայն այբուբենում է գրված, ու միայն ֆիլմերում է լինում այսպես։ Նման սիրալիր վերաբերմունք խաղացողների կողմից վերջին անգամ հավաքականում տեսել էինք շատ վաղուց։ Կա նպատակ մթնոլորտը կարգավորել, թիմային ոգին բարձրացնել, տալ հավատք, դնել նվիրվածություն, արժեքները, ֆուտբոլիստները պետք է հասկանան ինչա նշանակում տարբերությունը կլուբում աշխատել եւ հավաքական գալ եւ նվիրվել։ Ես ասեցի երեք տղաներին, տղեկ, ձեզ տեսություն գնացեք աշխատանքի, դուք այստեղ չեք աշխատում, դուք այստեղ ապրեցիք մեր ազգի հետ միասին, այս հաղթանակները, այս պայքարը դուք ապրեցիք։ Մյուս անգամ որ գաք իմացեք դուք վերադառնում եք ընտանիք եւ հետո ելի կգնաք գործի։ Ու լրիվ տեղին էին Եղիշե Մելիքյանի այն խոսքերը, երբ նա հետևյալն ասաց. մեր մարզչական շտաբը կտա տղաներին այն տակտիկան, որը օգտագործելով նրանք չեն նեղվի, բայց ամենագլխավորը այն է, որ ֆուտբոլիստները հասկանան, թե որտեղ են նրանք գտնվում, ուր են գնում եւ որ արժեքները պետք է լինեն ամենաառաջին հերթին կարևորված։ Այո, միայն սրանով հեղինակավոր մցաշարի ուղեգիր հազիվ թե նվաճես։ Այդպես չի լինում, որ մեքենայի մեջ շարժիչը աշխատի, բայց ասենք փոխանցման տուփը ոչ։ Դրա համար էլ Եղիշե Մելիքյանի մոտ առաջնահերթությունները շատ լավ են բալանսավորված։ Ամեն բնակավարում պատերազմում էլ եւ ֆուտբոլն էլ է դա պատերազմ։ Շատ կարեւոր է ես տղեկին ասել եմ, տղեկ, 3 բան եմ ուզում մեր հանդերձարանում այդ թվում լինի։ Հավատք, նվիրվածություն, պայքար։ Ոչ պակաս գուցեև ավելի կարևոր ասպեկտ է դիսցիպլինե հասկացողությունը, իսկ սա համարվում է այն գործոններից, որը շատ խնդրահարույց է մեզ համար, դեռ խորքային ակունքներից եկող։ Կարգապահությունը մենք մեղմ ասած չենք սիրում։ Ես թիմին հավատում եմ, վստահում եմ եւ իմ օրոք չի կարող լինի խախտում կարգապահության։ Չի կարող դա լինի։
Շատ հատկանշական էր Եղիշե Մելիքյանի այն միտքը, որը նա հարցազրույցի ժամանակ արտահայտեց Հենրիխ Մխիթարյանի հավաքական վերադարձի հաշվով։ Կապարոսի օրոք Հենոն մի քանի հանդիպում անցկացրեց եւ հեռացավ։ Ոչ Կապարոսը, ոչ Պետրակովը, ոչ էլ առավել եւս ֆեդերացիան է կարող անել այնպես, որ Հենոն հետ գա։ Այս պահի դրությամբ եթե կա մեկը, ով թեորիապես ունի շանսեր համոզելու Մխիթարյանին, որ այս պրոյեկտը հիմնայուն է եւ ունի երկար տարիների կյանք, միակ մարդը, ով կարող է Հենոյին ներկայացնել եւ առաջ քաշել արժեքներ, որոնք կստիպեն նրան լինել մտկափող, այդ անձը հենց Եղիշե Մելիքյանն է։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ երբ լսում ես Մելիքյանի մտքերը հավաքականի մասին, կեղծավորություն չես տեսնում ընդհանրապես։ Մարդը հավատում է իր արածին, իսկ Մխիթարյանի պես փորձառու ֆուտբոլիստն ու մարդը հավատացնում եմ այս ամենը շատ լավ կնկատի։ Մեզ համենայն դեպս որևէ մեկը չի արգելում երազել Իվ ու Մխիթարյան Սպերցյան Լուկաս դրիմ կիսապաշտպանության գիծ ունենալու երևակայությամբ տարված գաղափարից։ Բայց մի բան ես ձեզ հաստատ կարող եմ ասել, այս կազմը որ կա, ինքը ունակա ոչ թե ոնց ասեմ, որ միտքս չի ֆուտբոլ խաղալ ոչ թե տանջվելու դաշտում, ֆուտբոլ խաղալու, որը որ ինքը ցույց տվեց վերջի խաղին, այսինքն ինքը ֆուտբոլ էր խաղում։ Թիմը իրոք շատ լավ ֆուտբոլ կարող խաղալ, շատ լավ ֆուտբոլիստներ են։ Իրոք ոճերով են իրան բռնում, ես դրանք մի անգամ ասել եմ։ Այն առաջի, դա շատ կարևոր է, գիտեք, հավաքականում, որ կես խոսքից իրար հասկանան։ Իրանք շատ լավ ֆուտբոլ կարող են խաղալ, ես միանշանակ վստահ եմ դրա մեջ։ Ես չգիտեմ այս հավաքականը ինչերի կհասնի, նա ունի ապագա թե ոչ, բայց ես գիտեմ մեկ այլ բան, որ ահա այս մարդը անելու է ամեն ինչ, սիստեմային գլոբալ լուծումներ գտնելու համար, կստացվի թե ոչ դա էլ չգիտեմ, ամենայն դեպս հիմա ու այս պահին մենք կորցնելու ոչինչ չունենք, ինչը կար արդեն կորցրել ենք, ասում է եթե ուզում ես վերածնվես, կյանքդ լիովին փոխես, պետք է իջնես ամենաներքևներ եւ նոր բարձրանաս, հիմա մենք այդ ամենաներքևներից վեր հառնելու առաջին քայլերն ենք անում։ Ես էլ գիտեք ինչ հոգնած եմ, այնքան եմ վազի եմ դեղ։ Մենք նայում ենք շատ գեղարվեստականներ ու շատ էներգիայով էր։ Ընդհանրապես կյանքում կամ գործի մեջ մեզանից մարդկանցիցս շատ քչերի մտքով է անցնում մի ջերմ կամ ոգևորող նախադասություն ասել դիմացիներից։ Էական չէ նա քո ընկերն է, մերձավորը թե գոլեգան։ Միևնույն է մենք դա չենք անում։ Դա նույնիսկ մեր մտքերով չի անցնում։ Մենք դա չենք անում անգամ այն պահերին, երբ մարդը իրոք արժանացել է, որ լսի գովեստի խոսքեր։ Հասկանում եք այդ դրական երկու խոսքը, որը մենք ժլատաբար պահում ենք մեր մեջ, թաքցնում ենք դիմացինից, կարող է լուրջ դեր խաղալ նրա կյանքում։ Հնարավոր է հենց այդ խոսքերից է մի շատ կարևոր բան կախված, որը երբ դու նկատեցիր ու չասացիր, դրանով կոտրեցիր մեկ այլ կարևոր բանի վերածնունդ։ Մի նեղացեք մեզ, խնդրում եմ։ Հավատացեք մեզ, առանց այդ մեր համար շատ դժվար է։ Եթե դուք քննադատիկ, նեղացնիկ, մեր մոտ ոչ մի բան չի ստացվի։ Եթե դուք մեզ կարողանաք օգնել հավատալ, մենք միասին կարանք ինչ-որ մի բան անենք։ Ասում էի վերջո բոլորս էլ նրան ենք պարտքով մեր ժպտում է։ Այսօրվա համար այսքանը։ Եղեք լավատես։ Կհանդիպենք արդեն շուտով։ Ամենայն բարիք ձեզ։